Զարուհի Բաթոյան։ Շնորհակալ եմ։ Տիկին Յոլյան, ձեր կենսագրականը ներկայացնելիս նշվեց, որ դուք տարբեր ծրագրերում եք ներգրաված եղել, մասնավորապես զարգացման ծրագրերում, այդ թվում իրավապաշտպան ծրագրերում, կանանց մասնակցությունը խթանող եւ այլն, եւ համագործակցել եք բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ։ Օրինակ, երբ մենք այդ նույն գործունեությամբ էինք զբաղվում եւ հետո նաեւ սկսեցինք քաղաքականությամբ զբաղվել, մեզ սկսեցին պիտակավորել, ասելով սորոսականներ եք դուք եւ հայ ավանդական ընտանիքներն եք քանդում եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ իմանալ դուք ինչպես եք վերաբերվում այս տեսակի պիտակավորմանը, խտրականության խորացմանը, միայն այն հիմքով, որ մարդը իրավապաշտպան գործունեությամբ է զբաղվում, մասնավորապես խոցելի խմբերի, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց եւ այլն, եւ ուզում եմ իմանալ ձեզ երբևէ օրինակ նման պիտակ այդպես կոչել են թե ոչ, եւ ձեր վերաբերմունքն է հետաքրքիր այս տեսակ խոսույթին, ինչու, որովհետեւ այդ խոսույթին շատ հաճախ միանում կամ աջակցում էին, գուցե ոչ ուղղակիորեն, բայց այսպես շատ սոլիդ էին վերաբերվում ընդդիմադիր գործընկերները, նաեւ ընդդիմադիր ԶԼՄ-ները եւ ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը այս մասին։ Շնորհակալ եմ։ Ինչպես իմ կենսագրականի մեջ էր նշվել, այո, ես տարբեր միջազգային կառույցներում փորձագիտական աշխատանք եմ արել, իմ աշխատանքը հիմնականում առնչվել է տեղական ինքնակառավարման ոլորտում, օրինակ տապերի մոնիտորինգային մեթոդաբանություն ստեղծելու հարցում Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում աշխատանք եմ տարել տնտեսական զարգացման ծրագրերի ուղղությամբ, որովհետև ես եղել եմ խորհրդի անդամ գերմանական միջազգային կազմակերպության, որը ֆինանսավորում էր մեր համայնքների տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնելու, այս տեսանկյունից շատ կարևորում եմ միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը, ինչ վերաբերում է ձեր այն հարցադրմանը, թե ինչպես եք վերաբերում խտրականությանը եւ բռնությանը, բնականաբար վատ եմ վերաբերում, բայց նաեւ շատ կարևորում եմ, որ որոշակիորեն արդյունավետության տեսանկյունից այն ուղենիշները եւ սահմանները անպայման լինեն, որոնք կարող են օրինակ մեր կրոնական համոզմունքներին, մեր առանձնահատկություններին, մեր արժեքներին, այսինքն հանրային ընկալման տեսանկյունից պետք է նաեւ հարգել այդ դիրքորոշումը։ Մյուս կողմից մենք Նաև ես ինքս շատ այդ մասին բարձրաձայնել եմ, որ շատ դեմ եմ երկակի ստանդարտներին, օրինակ եթե որոշ իրավապաշտպան կազմակերպություններ, օրինակ ժամանակին, երբ որ բանակում դեպքեր էին լինում, արձագանքում էին, ես դա շատ նորմալ եմ համարում, որ եթե որևէ ոլորտում կա խնդիր, պետք է այդ խնդիրների մասին օբյեկտիվորեն բարձրաձայնենք, փորձենք գտնել խնդրի արմատը եւ ձեռնարկենք միջոցառումներ այդ խնդիրները ի նպաստ հանրության լուծելու համար, բայց եթե չեն խոսում հիմա այդ մասին եւ չեն խոսում, որովհետեւ դրանով օրինակ կարող են համակարգային վնաս տալ, այլ չեն խոսում, որովհետեւ երկակի ստանդարտներ ունեն, ես դա չեմ ընդունում միանշանակ եւ այդ մասին կաշկանդված չեմ եղել երբևէ բարձրաձայնելու։ Արձագանք։ Շնորհակալ եմ, Տիկին Յոլյան, ես իհարկե կարծում եմ, որ երկակի ստանդարտներից առաջինը մենք ինքներս նկատի ունեմ քաղաքականությամբ զբաղվողները եւ որոշումներ կայացնողները պետք է հրաժարվեն եւ իհարկե այլ ոլորտի կազմակերպությունների մասով պատասխանատվությունը իրենցն է, բայց ես ուրախ եմ, որ դուք դատապարտում եք հատկապես իրավապաշտպանության հիմքով խտրականությունը եւ այս մասով ես կարծում եմ, որ կարևոր արձանագրում ենք անում եւ երկրորդ հարցն եմ ուզում տալ օգտվելով առիթից, դուք ձեր բացման խոսքում տարակուսեցիք, որ մենք պարոն Ղազինյանի տեխնացությունը չենք, այսպես չենք ընտրել իրեն, Պարոն Ղազինյանի աշխատանքային փորձը մեծ հիմնականում հեծի հետ է կապված, այսինքն հեծում է եղել իհարկե տարբեր կառույցներում, բայց դուք մի քանի տարվա փորձ ունեք համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում եւ այլ ծրագրերում։ Դուք կարծում եք, որ իսկապես պարոն Ղազինյանը ավելի լավ տեխնացու էր, քան դուք։ Ես կարծում եմ եւ վստահ եմ, եւ դա փաստ է, որ մեր խմբակցությունում որևէ մեկի տեխնացությունը դիտարկելիս համոզված կարող ենք ասել, որ
կամ ոլորտային մասնագետներ են, կամ ոլորտում ունեն երկարաժամկետ փորձառություն։ Ես գուցե տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելու փորձառություն ունեմ, բայց ես նախորդ իմ խոսքի ժամանակ էլ ասել եմ, ես էներգետիկ ոլորտում մասնագետ չեմ, փորձառություն չունեմ։ Պարոն Ղազինյանը Հայաստանում ղեկավարել է ամենամեծ ընկերություններից մեկը եւ իր ղեկավարման փորձառությունը, այո, շատ կարեւոր կարող էր լինել առողջ աշխատանքային միջավայր ստեղծելու իմաստով եւ քանի որ մեր խմբակցությունում նաեւ ներկայացված են երկարաժամկետ փորձառություն եւ աշխատանքային փորձառություն ունեցող մասնագետներ, սա թիմային աշխատանք է ի նպաստ Հայաստանի Հանրապետության համայնքների զարգացման եւ այս իմաստով կարեւորում եմ, արժևորում եմ եւ շատ ցավում եմ, որ պարոն Ղազինյանին այդ հնարավորությունը չընձեռվեց։